Ես այս ձեր բերած նախագիծը դիտարկում եմ պոպուլիստական, սա զուտ նախընտրական փուլի քարոզարշավի միջոց եք դուք դիտարկում, նորից այն նախկին ներկայի թեզի համար եք ստեղծում, մի դրվագ հիշեցի մի բան, այնտեղ մարտի 1-ի կոշիկ էր, երեխայի կոշիկ էին պտտում, այնտեղ հետո բան էր, ինչ-որ ծրար կար, զինվորի, այդ նույն շոուից Աբաջանի պապու, այդ նույն մեխանիզմերն եք կիրառում հիմա, դուք եթե 2 տարի է քաղաքային իշխանություն եք, արդյոք մանկապարտեզների հետ կապված դրվագներ դուք չգիտեիք, դիմեիք դատախազություն, ամբողջ պետական ապարատը ձեզնով եք արել, դատական համակարգ, այնտեղ քննչական մարմին, դատախազություն, ինչի ասենք, ինչն է ձեզ հետաքրքիր, որ էմոցիոնալ բնույթի մանկապարտեզների ֆոն եք ուզում ստեղծեք 26 թվականի ընտրություններից առաջ, ես օրինակ առաջարկում եմ ճանապարհների մասով էլ դիտարկեիք, բայց ինչի՞ չեք դիտարկե, որ որոշ ճանապարհներ բնակիչներից, օրինակ Շուշի թաղամասը, որտեղ ես բնակվում եմ վերևը, ճանապարհը սեփականացված է, մեր 30 տարվա ճանապարհը, Շուշի թաղամասը, ոնց ասեմ, սեփական գնել է։ Այս պահին շատ վատ վիճակում է ու մարդու սեփականությունն է պարզվում, ինչի՞ հետը չեք դիտարկում, այդ այգիները, որ ասում եք չենք մտցնում, թե մի քիչ երեխաների մասը շատ էմոցիոնալ ֆոն է ապահովում ընտրությունների համար, նախկին ներկայի այդ բազարը ձեր նորից անեք։ Ես կարծում եմ, սա պոպուլիստական նախագիծ է, եթե դուք իրական երևանցիների, մեր երեխաների մանկապարտեզների մասին էիք մտածում, կարելի էր այդ ամեն ինչը շատ սիրուն այս 2 տարվա մեջ դատախազությանը ներկայացնել, ոչ թե պոպուլիստական սենց PR-ների նախագծեր բերել։ Պարոն Գալջյան, ես ընդհանրապես էմոցիոնալ չարտահայտեցի, շատ հանգիստ էի ելույթ ունենում, ի տարբերություն ձեզ, եւ ձեզ խորհուրդ կտամ հաջորդ անգամ խոսելուց ավելի զուսպ լինել եւ նաեւ բառապաշարի առումով, ինչ վերաբերում է ձեր ասացի բովանդակությանը ֆոն ստեղծելու, ես հասկանում եմ, որ ձեր համար մի քիչ տհաճ process է սա լինելու, բայց սա լինելու է եւ ձեզ խորհուրդ կտամ հանգստությամբ հետեւել այդ process-ին։ Արձագանք։ Պարոն Աբինյան, նախ հիմա նշեմ, որ ես քաղաքական պրոցեսների մեջ իմ ամբողջ կենսագրության մեջ 18 ձեր գալուց հետո եմ ես եղել, ես իմ կյանքում ընդհանրապես չեմ խառնվել քաղաքական այդ ձեր պրոցեսներին, բայց հիմա մի դրվագ եմ ուզում անցած նիստից հիշացնել, ձեր ավականու անդամը, այսպես ձևակերպեմ, այս պահին գնահատականը չեմ տա վերջնական, կսպասեմ իր արձագանքին, ստախոս զրպարտիչ բանսարկու կանվանեմ, եթե չընդունի իր սխալը, իդեպ հարկանքս երևանցիների նկատմամբ ինձ դուր չեմ տալիս ձեզ տալ ձեր համապատասխան բնորոշումը, հիմա լսեք, թե ինչպես է ինձ, անձամբ ինձ մեղադրում ձեր ավականու անդամը Խաչատրյան ազգանունով, որ ես ընտրակաշառք եմ բաժանել կամ ընդունում եք ստախոս զրպարտիչ բանսարկու լինելը կամ հանցագործություն կոծկելը, այսինքն եթե ես նման տեղեկատվություն ունեցեի մասին, հիմա լսեք։ Մեկ վայրկյան ներողություն եմ խնդրում, լսեք իր խոսքը։ Ամենայն հարգանքով, պարոն Սարգսյան, տեսեք, պարոն Սարգսյան, մտքերի փոխանակության ժամանակ դուք ձեր բարձրաձայնվող, ձեր կողմից բարձրաձայնվող թեզը չէ, մեկ վայրկյան չենք կարող լսել, որովհետև պարոն Սարգսյան, եթե բան չունեք ասելու, դուք ելույթով կանադառնաք, բան ունեք ասելու, պարոն Գալջյան։